Մեր ընտրություններին մասնակցելու առաջնային շարժառիթը կապված է իշխանության առաջացրած ինքնության ճգնաժամի հետ։ Այսինքն այս իշխանությունը իր վերարտադրության համար մարտահրավեր է նետել մեր բոլոր ազգային արժեքներին, եկեղեցուն, ցեղասպանությանը, Ղարաբաղյան շարժմանը, թիրախավորել է մեր պետության խորհրդանիշները, ընդհանրապես մեր պետությունը, մեր պետության բովանդակությունը եւ մենք հիմա ուզում ենք դրա դեմը առնենք։ Մենք ուզում ենք առնենք ցեղասպանության ուրացման դեմը, թույլ չտանք որ ցեղասպանությունը ուրանա։ Մենք ուզում ենք կանխենք եկեղեցու կազմակերպման գործընթացը։ Մենք եկել ենք ասելու, որ լավ թե վատ մենք ունեցել ենք պետություն, որը ստեղծվել է։ Մենք արդեն անկախացել ենք, ժողովուրդը պետք չի նորից անկախություն հռչակել եւ նորից պայքարել անկախության համար։ Եվ ընդհանրապես պետքա այն ինչ որ կա, այն ինչ որ մենք ժառանգել ենք մեր նախնիներից, լինի անկախ Հայաստանի իշխանություններից, լինի սովետական Հայաստանից, դա պահպանել եւ դրա վրա կառուցել մնացյալ շինությունը։ Եվ այս առումով մենք դիրքավորվում ենք որպես լիբերալ պահպանողական։ Կանայք չէին ընդհատում Կարպիսին, որովհետեւ Կարպիսը շատ ֆունդամենտալ ձևի տվեց այն կառուցակարգերը, որոնք որ մեր ընտրությունների մասնակցության գաղափարական հենքն են հանդիսանում։ Եվ երբ որ մենք ասում ենք մենք ազատ մտածող մարդիկ ենք, ազատական, մենք բնականաբար միևնույն ժամանակ համերաշխություն ունենք մեր անցյալի հետ, իսկ անցյալում մեզ ցեղասպանել են։ Համերաշխություն ունենք մեր անցյալի հետ, երբ որ մենք եղել ենք առաջին հանրապետություն, համերաշխություն ունենք մեր անցյալի հետ, երբ որ մենք եղել ենք խորհրդային սոցիալիստական հանրապետություն 70 տարի, չենք կարող ուրանալ մեր պապերի ավանդը այդ 70 տարիների ընթացքում, որը դարձել է մի մեծ ժառանգություն, որը 35 տարի է կեղեքվում է, ատոմակայան ենք ստացել, մետրո ենք ստացել, համալիր ենք ստացել, չթվարկեմ Ժորժ ջան, Թամանյանական հրապարակ ենք ստացել, որ դեմի Նիկոլ Փաշինյանը ստացա այդ չենքում Թամանյանի գծած ու մտածում է, որ ինքը բանն է։ Ոչ մի կապ չունի այդ ամեն ինչի հետ, էլի, Հայաստանը, եւ մենք նաեւ չենք կարող ուրանալ մեր ներկան, որտեղ եղել է Արցախյան հերոսամարտ, անկումներ, հաղթանակ, էլի անկումներ եւ գիտակցում, որ եթե մենք ուրանանք անցյալը, մենք կորցնելու ենք ներկան, այսինքն մենք կորցնելու ենք այն Նիկոլի Դոշի վրա կպցրած այն քարտեզը։ Եթե մեկին թվում է, որ այդ Դոշին խփած այդ քարտեզով այդ քարտեզը պայելու է, իր չարաչար սխալվում է։ Որ դու урանում ես դրա հենքը, այդ քարտեզի արմատը իմ ու Կարպիսի կողմից թվարկված անցյալի մեջ է։ Հիմա քաղաքական մասնակից ուժերի մեջ չկա ուժ, որ հասկանում է այդքանը, մենք ենք հասկանում։ Որ նոր չմտնենք, մենք բացատրենք, ով է անելու սա։ Եվ այս իմաստով, եթե այս ուրացողությունը գնաց, այդ կորուստ է լինելու։ Եվ մենք մտնում ենք պետությունը պաշտպանելու համար։ Հիմա հարց առաջանում, Կարպիսը իր հայտարարության մեջ ասեց. մենք չենք մտնելու այս մանր մունր ուժերի վարչապետական գզվրտոցին, մրցավազքին, ես եմ վարչապետ, չէ, ես եմ վարչապետ, չէ, ես եմ վարչապետ, չէ, ես եմ վարչապետ։ Ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք, որ մենք փոքր ուժ ենք համեստ։ Փոքր ուժը, որ հռչակում է, որ ինքը վարչապետ է դառնալու, վարչապետի տեխնացու չգիտեմ ինչ, այդ փոքր ուժը ինքը իր ոտքին կրակում է։ Ինչու՞, որովհետև մենք չենք կարող մարդկանց խաբենք։ Մեր ամբողջ կամպանիան կառուցված է անկեղծության վրա։ Ես ես անկեղծ ասում եմ։ Ես Կարպիսը եւ մեզ հետ առաջադրված մարդիկ падգամավորի տեխնացուներ ենք։ Падգամավորի։ Եվ համանդրությամբ ընտրությունը դրա մասին է։ Ես համանդրությամբ ընտրությունը դրա մասին է։ Մնացած ով ձեզ ինչ ասում է, ես ինչ ասում, չգիտեմ, իրան հարցրեք։ Մենք բան չասեմ, չկպչեմ ոչ մեկին։ Մենք վարչապետի ուղիղ ընտրություն չունենք։ Հա, ասեք ինչ եք պատմում մարդկանց։ Падգամավորի ընտրությունները եկեք նայենք տենանք ես ու Կարպիսը եւ մեր թիմակիցները կլինեն լավ падգամավոր, թե որևէ մեկի ցուցակի մեջ իմ մարդ։ Որևէ մի ուժի։ Եվ էսա կոնտեքստը սրա մասին է ընտրությունները։ Հիմա Ժողովուրդ ջան, դուք նայեք ուզում եք ինչ ձևի падգամավոր ունենաք։ Ու մեջքին 45 հատ քրեական գործ կա, որ չի կարողանալու ելույթ ունենա, ինչ խոսա։ Քրեական գործով սենց երեսին շպցնելու են, թե որ կարա ասենք բանավեճի մտնի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես Կարպիսը, ինչ խնդրեմ չունենք մենք այդ ձևի։